Պարոն Սոցյան, ես առաջին անգամ եմ կոմպոզիտորների միությունում, բայց այս հարցը ինձ ամբողջ գիտակցական կյանքս հետաքրքրել է։ Ինչով է զբաղվում կոմպոզիտորների միությունը եւ հատկապես նախագահը։ Շատ մեծ ծավալի աշխատանք կա կոմպոզիտորների միությունում։ Պատկերացրեք, հայ պրոֆեսիոնալ երաժշտության ոչ միայն զարգացման, այլ նաև պահպանման հարց է ծագում, որովհետև եթե այսօր մեր երաժշտությունը որոշ դիրքեր է գրավել տարիների ընթացքում, այս վերջի տարիներին մի քիչ նահանջ կա։ Եվ կոմպոզիտորների միությունը փորձում է այդ բալանսը պահպանել։ Դա կապ է եւ նվագախմբերի հետ, եւ մենակատարների հետ։ Ովքեր անդամ են միության։ Ոչ միայն անդամների հետ։ Անդամները կոմպոզիտորներ են եւ երաժշտագետներ են։ Հա։ Իսկ նվագախմբերը, բաները դրանք արդեն մեր կառույցները չեն։ Պետք է գտնել ընդհանուր, ոնց ասում են, լեզու, կարողանալ նախարարության հետ պայմանավորվել եւ այլն շատ հարցեր կան, որը պետք է անել։ Եթե չանենք, մենք կարող է պատահի ունենանք վատ հետևանքներ հետագայում։ Առաջ այդ հարցերը լուծում էր ֆիլհարմոնիայի տնօրինությունը։ Ոչ մի նվագախումբ, ոչ մի կատարող չէր կարող գնալ գաստրոլի, եթե ծրագրում չլիներ հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը։ Դրա համար մի սերունդ փայլեց, որը հնչում էր արտասահմանում։ Հիմա պարտադիր չի այդ պայմանը։ Հիմա պարտադիր չի։ Մենք տեսնում ենք մեր կոլեկտիվները եւ այլն գնում են եւ հայ կոմպոզիտոր չեն կատարում, կամ էլ կատարում են այն, որը արդեն ողջ աշխարհում ծանոթ է։ Հա։ Ձեր աշխատանքային օրվա հետ կապված դուք միշտ եք կոստյումով գալի աշխատանքի։ Պետք է պատշաճ ձևով գա, որովհետև այս շենքը եւ իմ մոտ գալիս են ոչ միայն կոմպոզիտորներ, արվեստագետներ, դեսպաններ են գալի, կառավարությունից են գալի։ Ու դուք եք ընտրում ոճային ինչ հագնել, ինչ գույներ համադրել։ Էդ տարիների ճաշակն է։ Հասկացա։ Եվ ուզում եմ հարցնեի, ինչից է սկսում ձեր օրը ու ասենց զարմացար ձեր սեղանին այսքան թղթեր են, ինչ թղթաբանություն է տեղի ունենում։ Այստեղ եւ նոտաներ կան, եւ գրություններ կան, միևնույն ժամանակ մի քանի գործեր են կանում։ Տեսեք, այսօր օրը սկսել է ձեզանով։ Հա։ Այսինքն միջև այդ դուք տեսաք, որ մենք փորձում ենք վերանորոգել մեր դահլիճը։ Ահա։ Դահլիճը ունիկալ դահլիճ է, որը երբ որ 56 թվականին կառուցվեց այս շենքը, եւ նախագահն այն ժամանակ Մարտիրոս Սարյանի որդին էր, Ղազարոս Սարյանը, նա պաննո նկարեց եւ նվիրեց կոմպոզիտորների միության։ Նենց որ մտնում եք դահլիճ, տեսնում եք Մարտիրոս Սարյանի պաննոն։ Ահա, հասկացա։ Եվ առաջի երգեհոնը, որը մտել է Հայաստան, էլի կոմպոզիտորների միությունում էր, եւ պետք է պահպանել այդ արժեքները։ Շատ անգամ վարպետներն եւ այլն եւ բոլորի հետ պետք է բանակցել։ Շատ հարցեր կան։ Ձեր աշխատասենյակն էլ sense մի քիչ հունական ոճով կարելի ասել, կոմֆորտ է ձեզ այստեղ աշխատելու, չնայած այսպիսի պատշգամբով հաստատ պետք է կոմֆորտ լինի, բայց ներսում։ Ասեմ, մենք վարչությունը անում ենք իմ աշխատասենյակում։ Եվ այստեղ պետք է տեղավորվեն բավականին քանակով երաժիշտներ, կոմպոզիտորներ։ Եվ բացի դրանից լինում են խմբեր, որոնք գալիս են եւ մենք սկսում ենք խոսել, բավական մեծ քանակի նստում են այնտեղ, այստեղ։ Դուք որպես կոմպոզիտորների միության նախագահ, ձեր մեջ զգում եք, որ ինչ որ իշխանություն ունեք որոշ հայ
երաժիշտների, ստեղծագործողների ոչ թե վատ իմաստով, բայց նաև պատասխանատվության, հա, որովհետև կարող է ձեր մի ստորագրությունով կամ ձեր մի ինչ-որ քայլով ինչ-որ մեկի կարիերան լավ գնա կամ վատ։ Իմ կարիերան վատ կամ լավ չի գնա կամ էլ կոմպոզիտորի, որովհետև ամեն կոմպոզիտոր իր ստեղծագործության տերն է։ Մենք աջակցում ենք, որ այդ ստեղծագործությունները հնչեն, տպագրվեն եւ այլն։ Իսկ հակառակը չի, նո, որ ինչ-որ բան դուք համարում եք սխալ, հա, չպետք է դառնա հանրային եւ ինչ-որ ձև խոչընդոտեք։ Ոնց կարող ենք ստեղծագործին ասել, որ սխալ ես գրել։ Դե ժանրեր կան, որ մարդիկ ընդունելի չեն համարում ու ասում են սա փչացնում է հայկական երաժշտությունը, պետք է չանչի։ Գիտեք ինչ, պետք է եւ վատ էլ լինի, եւ լավը։ Վատի վրա էլ կարելի է սովորել։ Ես հիշում եմ ժամանակին ես հերոստարադիոյի երաժշտական գլխավոր խմբագիրն էի։ Հա։ Գեղխորհրդում մի ստեղծագործություն արդեն ձայնագրվել է եւ այլն եւ մի քանի հոգի ասեցին սա այն մակարդակի չի, որ մտնի ֆոնդ։ Ես առարկեցի։ Ասեցի պատկերացեք մի հատ տաղանդավոր մարդ լսում է այս գործը եւ ինքը հիմք վերցնելով որոշ դրվագներ չի արտագրում, այլ իր մոտեցումն է ցույց տալ եւ ստեղծում է մի հատ հանճարեղ գործ։ Հա, հասկացա։ Պետք է վատը լինի, պետք է։ Ընդհանրապես հնարավոր չի, նույնիսկ նույն կոմպոզիտորի մոտ հանրաճանաչ, ամբողջ աշխարհում ճանաչված կարող է լինել թույլ գործ։ Մենք պետք է հասկանանք, որ մարդ է գրել։ Ուղղակի տվյալ դեպքում ինքը կարող է ինչ-որ մի բանում վրիպել է կամ էլ պահի տակ ինչ-որ մի բան է պատահել։ Նենց որ հասկացա։ Ձեր միջավայրի հետ կապված, երբ մենք բարձրանում էինք, այսպես նախասրահում եւ ներքևում որոշ հատվածներ կային, որոնք, այսպես ասեմ, ոչ այնքան ժամանակակից էին նորոգման եւ այլնի տեսանկյունից։ Դա ձեզ մտահոգում է, թե կոմֆորտ է, այսպես տրադիցիոն միջավայրը, դիզայնը եւ այլն այդ մթնոլորտում աշխատելը։ Ոնց է ձեզ դուր գալի։ Էս շատ լավ է։ Ուրեմն, բայց բաներ կա, որ ասեմ, ես երբ որ դառա կոմպոզիտորների միության նախագահ 13 տարի առաջ, էլի նման էր, բայց ես որոշեցի որոշ փոփոխություններ մեն, պարկետը, գույնը եւ լուսավորությունը, բնական է, որ դու ուզում ես, որ ավելի լավ լինի, բայց մենք պետք է մի բան էլ հասկանանք, որ սա պատմահուշարձան է։ Հա։ Շատ բան մենք իրավունք չունենք փոխելու, հենց նոր խոսում ենք դալիճի ապակիները փոխելու մասին։ Մենք պետք է նենց անենք, որ նորը զուգահեռ գնա հինի հետ, որ ինքը պատմամշակութային արժեքը չկորցնի։ Գիտեք ինչ, մի հատ օրինակ բերեմ, էլի, ես միշտ ասել եմ, ստեղծագործությունը, որ գրվում է, պետք է միանգամից կատարվի։ Ինչու՞։ Եթե անցում է մի առժամանակ, նա կորցնում է իր արդիականությունը։ Հա։ Արդեն դառնում է պատմություն։ Այդ 5 տարի մարդկա որ չի լսել իր սիմֆոնիկ գործը, 5-10 տարի հետո լսում, դա անցած էտապ է, որովհետև ամեն մի նոր ստեղծագործության մեջ պետք է դնես ուրիշ մոտեցում, հոգիդ եւ մոտեցումդ պետք է անպայման այլ լինի։ Նենց էլ շենքն է։ Շենքը շնչող էակ է, որի մեջ մարդիկ են աշխատում եւ փորձում են այդ աշխատանքը կատարել նորմալ, մենք ասենք թե վերջերս 5 հատ համերգ կարողացանք անել, իհարկե որոշ համերգներ նախարարության աջակցությամբ, բայց այդ համերգների ժամանակ ամսի 5-ին էլ կա մանկական համերգ, երգչախումբ մանկական երգել։ Միևնույն ժամանակ հնչելով
եւ հնչեցնելով նոր ստեղծագործություններ, մենք կողքից հնչեցնում ենք նաեւ հինը։ Հասկացա, շենքն է նույն սկզբունքով։ Ամեն ինչը պետք է համեմատության մեջ նայել։ Եթե ասում են, այս մարդը տուպոյ է, պետք է ասել իսկ ով է խելացի, հա։ Մեկ պարզվում է, որ շատ անգամ հակառակ բաներ են լինում։ Պարոն Սատյան, ես առաջարկում նստենք նաև, որպեսզի ձեր աշխատանքային օրվա ընթացքում ձեզ շատ չօգնացնենք ու շարունակենք զրույցը։ Սա ձեր հանգստի հատվածն է։ Ես համարյա չեմ հանգստանում, ճիշտն ասած, ես միշտ ընդդեմ եմ։ Հասկացա։ Իսկ ո՞նց եք կարողանում այդ, այսպես ասած, պահել տոնուսը ֆիզիկական։ Ինչ որ գաղտնիքներ ունեք։ Ես մի գաղտնիք ունեմ, դա դել, չգիտեմ, ոնց էր, ինքը Կարնեգի, չէ, Կարնեգի դելը, չէ։ Նստեք։ Ես այստեղ նստեմ, պարոն Սատյան, շարունակենք, ասում եք գաղտնիքը ձեր տոնուսի մեջ մնալու։ Աշխատանքը։ Հա։ Ես օրինակ բերեցի մի հատ անգլիացի, չէ, ամերիկացի գիրք էր գրել բեսթսելեր, որ վասկը օգնում է մարդուն, որ ինքը երկարատև կյանք ապրի։ Հա։ Ինքը մահացավ 54 տարեկանում, հենց վասկի ժամանակ։ Եվ այս վերջերս մի հատ կին Ֆրանսիայի մահացավ 120 տարեկանում։ Երբ որ իրան հարցեցին սպորտով զբաղվում ես, ասում էի, ոչ, երբեք չեմ զբաղվել, ես ապրում էի։ Հա։ Մարդ պետք է ապրի, նորմալ։ Սպորտը դա կարող է նպաստի, բայց հա 100%-անոց երաշխիք չի, որ։ Այո։ Եթե ինքը ինչ որ միտեղ բավարարում է, ստանում է դրական էմոցիաներ, դա օգնում է ապրել։ Շատ տարբեր նկարներ, առարկաներ կան ձեր աշխատասենյակում, բնականաբար Կոմիտաս, Արարատ եւ այլն, բայց լուսանկար կա այնտեղ։ Ես ճիշտն ասած, Արնո Բաբաջանյանին ճանաչեցի, բայց սև ու սպիտակ լուսանկարում ով է, ես կներեք, եթե ուրեմն ասեմ։ Ավելորդ հարց է, բայց ով որ աշխատում է ռադիոյում եւ տելեում, նա կիմանար ով է։ Արամ Սաթունցը, իմ հայրս։ Որը հիմնել է ձևավորողների այդ ոնց ասեմ դպրոցը, հայկական, որ մտնեք ֆոնդը, կտեսնեք երաշտական ձևավորումը Արամ Սաթունցի։ Շատ բան է արել ռադիո եւ տելեի համար։ Եվ միևնույն ժամանակ ինքը միության անդամ էր, ժամանակին եթե հիշենք այն հին մարդկանց, նրանք կհիշեն, որ հերոստատեսությունը սկսում էր Աշոտ Սատյանի «Ես իմ անուշ Հայաստանի» այդ երգով Չարենցի խոսքերով եւ վերջանում էր Արամ Սաթունցի սիրով արծով Երևան իմ սիրուն երկու եղբայր սկսում են եւ ավարտում են հերոստատեսությունը շատ մեծ գործար է այսօր ռադիոն եւ հերոստատեսությունը որ ունի ֆոնդ շնորհիվ այդ մարդու է պես կարճ հարց եթե գաղտնիք չի իսկ ինչու է ձեր ազգանունը Սաթունցից Սաթյան փոխել այդ հին պատմությունն է իմ ազգանունը Սատյանն է իր ազգանունն էլ էր Սատյան Արամսը եղբայրներ են Աշոտ Սատյանի հետ հիմի Աշոտ Սատյանը քանի որ մեծ եղբայրն էր որը իդեպ 47-ից 52 թիվը կոմպոզիտորների միության նախագահ էր ժամանակ Ստալինյան մրցանակի դափնեկիր բամա այդ ավելի ճանաչված էր եւ Պապային ասեց, որտեվ հոնորարը գալիս էր Ա Սատյան, որ չխառնեն իրան ուղարկեն, եւ վերցեցին այդ Սաթունցը, Սաթունցն ամանավանդ տոհմա ծառի մեջ կա, էլի։ Կա, հասկացա։ Պարոն Սատյան, տեսեք,
շատ անգամ կարծիք է հնչում, որ ընդհանրապես միությունները արվեստագետների, կոմպոզիտորների, դա կլինի նկարիչների, գրողների եւ այլն, ինքը ասած սովետական երևույթ է ու հիմա ժամանակները փոխվել են ու դրա կարիքը չկա, որովհետեւ երբ նայում ենք նույն ԱՄՆ-ում չկա, ասենք 3 հատ կա։ Կոմպոզիտորների միություն կա 3 հատ։ Այո, լիգա է կոչվում։ Այսինքն նույն ինքը բայց նույն ֆունկցիաներով, Հյուսիսային Ամերիկայի լիգան, հարավային եւ ընդհանուր լիգա։ Եվ այդտեղ ընտեղի ամենահայտնի կոմպոզիտորներն են։ Այո, բոլորը մտնում են, պրոֆեսիոնալները։ Հա, բայց առանց դրա չի լինի։ Ասեմ, շատ անգամ ստեղծագործողը ոնց ասեմ, կատարողների, բաների առաջ ոնց որ թույլ է իրան զգում, հասկանում եք, մեկը պետք է զբաղվի իր գործերով, ոչ մի մեծ արվեստագետ առանց հովանավորության չի դարել, ով ուզում է լինի, ում անունը տակ, տվեք, ես կասեմ ով է իրան, կարող է իր դասատուն ա եղել, կարող է աներն ա եղել, կարող է, օրինակ, Վագներն է աներն էր, լիստը, Հա։ Միևնույն ժամանակ թագավորը Վագների համար սարքել է թատրոն, որ ինքը իր օպերաները դնի։ Հա, բայց հիմա կոմպոզիտորների միությունը այդքան ուժ ունի, որպեսզի մեկին դարձնի հայտնի եւ աջակցի, այդքան գումար, այդքան ռեսուրս կա։ Ինքը հնարավորություն է տալիս, որ իրանք հնչեն։ Հա։ Ասենք թե այսօրվա համակարգը փոխվել է։ Մի սիմֆոնիկ նվագախումբը, որ կատարի գործ, վերցնում է շատ մեծ գումար։ Կոմպոզիտորների միությունը աջակցում է եւ մի ընդհանուր համերգ է անում, որտեղ հնչում է այդ գործը։ Ճիշտ է, շատ անգամ ղեկավարները ասում են, թեթև գործ տվեք, որ նվագելու բան չլինի, որ փորձ չանենք, էս չանենք, ոչ։ Կոմպոզիտորների միությունը ունի իր դեմքը եւ ինքը պարտադրում է մեկ-մեկ այդ բանը անել։ Եվ շնորհիվ դրա շատ կոմպոզիտորներ հնչում են։ Տեսեք, մի հատ հետաքրքիր օրինակ բերեմ ոչ միայն հնչելու, նաև տպվելու հետ։ Դուք հիշում եք Էմե Միրանյանին։ Չէ, ճիշտ ասած։ Ռոբերտ Պետրոսյանին։ Չէ։ Լուսիկյան Ստեփանին։ Նրանք ունեն փայլուն երգեր, որը դուք լսել եք ու խաբարը չեք, որ դա կոմպոզիտորն է գրել, որ կոմպոզիտորն է։ Հա, հասկացա ուր եք տանում, հա։ Հիմա մենք տպագրում ենք ուրախ երգեր, մանկական ժողովածու։ Մարդ կա, որ նոր է գրել երգը, մարդ կա, որ բանը, եւ այն հին երգերից, օրինակ շատախոսը Հեկեկյանի երգչախումբը փայլուն ձևի կատարել է Ռոբերտ Պետրոսյանի երգն է։ Հա, հասկացա ինչ եք ասում։ Այսինքն պետք է ժամանակ առ ժամանակ թարմացնել հիշողությունը։ Բայց խնդիրներից խոսեցիք, խնդիրներից մեկի, որն եք համարում այսօր կոմպոզիտորների միության գլխավոր խնդիրը, որը պետք է լուծվի բացի դահլիճի նորոգումից, որը արդեն հայ երաժշտության պրոպագանդան, սա է հիմնականը։ Իսկ արդիականացրել եք այդ միջոցները, այսինքն օրինակ կոմպոզիտորների միությունը կա ժամանակակից երաժշտական հարթակներում, չգիտեմ, Spotify-ում, այստեղ այնտեղ, որպեսզի նաև այդ ներկայությունը ավելի ժամանակակից ու ավելի հասանելի լինի։ Մենք ունենք այդ ուղղությունը, որ պետք է թարմացնել եւ այլն, այդ նորաձևությամբ, սոցցանցերում նաև, հա։ Սոցցանցերում, այո։ Ուրեմն մենք կապ ունենք տարբեր միությունների հետ։ Հա։ Այսօր օրինակ եւ Ռուսաստանից եւ Վրաստանից ասում են գանք դառնանք ձեր միության անդամը, իրանց միությունը լավ չի աշխատում։ Եվ մենք արեցինք վրացական օրեր այստեղ, ժամանակին արեցինք ռուսական եւ մեր հեղինակները հնչեցին Մոսկվայում, Պիտերում, Կազանում, էլի Եկատերինբուրգում։ Գիտեք ինչ, կոմպոզիտորը մի քիչ այլ է, նա պետք է շփվի եւ շփման մեջ լինի։
ուրիշ բան որ հնարավորությունները միության այդպես չի, որովհետև մենք փոքր երկիր ենք եւ այդ փոքր երկրի մեջ սպոնսորներ շատ քիչ են, նամանավանդ որոնք հասկանում են դասական երաժշտությունը կամ աջակցում են պրոֆեսիոնալ արվեստին։ Ժամանակին ես մի հատ հետաքրքիր պատմություն եմ լսել հայրիկիցս Արամ Սաթոնցից։ Մանթաշևի մոտ ուսանողներ են գալի Գերմանիայում, ասում են ուզում ենք գնանք Ռոզա Լյուքսեմբուրգի եւ Կարլ Լիբկնեխտի դասախոսությունները լսենք, բայց փող չունենք, աղա, դուր, սա սենց մտածում, հետո ասում եմ, թեկուզ իրանք իմ դեմ են խոսելու, այսինքն ինքը մեծահարուստ կապիտալիստ իմ դեմ են, վերցրեք փողը ու տալիս է իրանք, որ գնան լսեն։ Գիտեք, ամեն մեկը կարող է իր եզրակացությունը անի, բայց պետք է ինչքան մեծ լինես եւ նույն Բաբաջանյանի ով է սարքել, էլի տենց մարդ։ Նենց որ իսկ հիմի ես չեմ իմանում որևէ արվեստագետ, որին մեկը տիրություն անի։ Աջակցի գումարը։ Գումար շատ պետք չի։ Ստեղծի հնարավորություն, ասենք թե գնա Գերմանիա այս փառատոնին մասնակցի։ Հասկացա։ Ձեր սենյակում ռոյալ կա, օգտվում եք։ Անշուշտ։ Ինչ առիթներով, ինչ եք անում ռոյալի մոտ։ Շատ։ Ինչ եք նվագում։ Ես հասկանում աշխատանքային օրվա ընթացքում ինչ որ զուտ ուզում եք մի բան նվագեք, թե ստեղծագործում եք։ Կարող է, չէ, ստեղծագործել չէ։ Չէ։ Գիտեք, ստեղծագործելը կոնցենտրացիա է պահանջում։ Հա, ստեղ չի ստացվի։ Նույնիսկ Դիլիջան որ գնում ենք ստեղծագործական տուն, առաջի 2 օրը ադապտացվում ես։ Հա։ Որովհետև միտքդ պետք է ընդհատվի։ Օրինակ, երեք մի հատ ստեղծագործություն եմ գրում, հանգարցակի մեկը մի բան ասեց եւ այլն, այստեղ կարելի է դեռ չեմ սկսել այդ գործը։ Այս բանը անել։ Այսինքն միտքը պետք է անդադ աշխատի եւ կողմնակի բաներ պետք է չխանգարեն։ Այդ Դիլիջանը փայլուն տեղ է։ Օրինակ, ես կարող եմ Դիլիջանում մի ամսվա մեջ անել այն ինչ որ այստեղ կարող եմ անել մի տարում։ Հա, տանը։ Իսկ այստեղ գործնական ֆունկցիա ունի, հա։ Այո, գործնական, այստեղ ցուցադրում են, փորձեր են լինում մեկ-մեկ կատարողների Եվ անձամբ դուք էլ նստում եք մեկ-մեկ, հա։ Անձամբ ես էլ։ Հետաքրքիր բան ասացիան, հայ ժամանակակից երաժիշտներից, երգիչներից ում եք ամենաշատը լսում, հավանում երիտասարդներից։ Գիտեք, ոչ միայն երգիչներ կան, ոչ միայն պոպ արվեստ կա, կա դասական։ Այո։ Քանի որ ես աշխատում եմ 2 ժանրում, ես շատ անգամ ինձ բռնացնում եմ, որ այն ինչ որ անում են հինա։ Փոփի մեջ։ Եվ փոփի մեջ, եւ դասական ժամանակակից երաժշտության։ Օրինակ մի հատ արտասահմանում էր սովորում, բերելա գործացույց տալի ոնց որ ժամանակակից երաժշտություն։ Լսեցի։ Հետո ասեցի ես քեզ մի հատ գործ կդնեմ, չեմ ասի հեղինակը ով է եւ այլն եւ այլն։ Լդերեցի։ Կատարելուց որ հնչեց, ով է գրե, այս ինչ գործ է, իրա գործին նման էր ինչ որ մի բան։ Հեղինակին ասեք, բան, երբ որ արդեն այստեղը հասցրեց, ասեց այդ 67 թվին ես եմ գրել։ Այսինքն պատկերացրեք
50 տարի անցել է, ինքը եկել է նոր երաժշտություն ցույց տալ, բայց նորը արդեն եղել է։ Մենք այդ этаպներով անցնում ենք, չէ՞։ Հիմեր եմ ես լսում եւ պոպ եւ բան։ Էստրադային երաժշտության մեջ ծեծված ռիթմեր։ Նույն ինտոնացիա է 4-5 նոտայի վրա սարքած ես հասկանում եմ որ կարելի է սարքել, բայց դա պետք է ստեղծագործ մարդ լինի։ Երբ որ լսում եմ այդ միջակ երգերը ու դրա մատուցումը ունկնդրին ես տխուր եմ լինում։ Պարոն Ասատրյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար եւ վերջում եթե մի օր որոշեք գնաք հանգստի այս գործից պատկերացնեք որ երիտասարդ որևէ մեկը ղեկավարի այս կառույցը, որտեղ մենք միշտ սովորենք, որ կոմպոզիտորների միության նախագահը արդեն ասենց մեծ փորձառությամբ եւ բավականին տարիքով մարդ է։ Գիտեք ինչ, փորձառությունը անշուշտ պետք է։ Որովհետեւ միջև կոմպոզիտորների միության նախագահ ընտրելը ես ադմինիստրատիվ գործեր արել եմ։ Եղել եմ ուսումնարան բաժնի վարիչ, տեսական Երևանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եմ եղել, հետո եկել եմ երբ որ Տիգրան Հակոբյան դարավ նախագահ հրավիրեց ինձ իմանալով ինձ գլխավոր խմբագիր եւ կոլեկտիվների տնօրեն եւ հետո եկա այստեղ ինձ համար ոլորտը ծանոթ էր բնական է եւ այդ փորձառությունը ես օգտագործեցի որոշ բաներ ստացվեց որոշ չէ որովհետեւ գիտեք ինչ նախագահ լինելը պատասխանատու է բայց նախագահի հետ շփելը այնքան էլ չէ որովհետև ինքը արդեն ոչ թե իրան է ներկայացնում, ինքը ներկայացում է մի կազմակերպություն։ Հեռուստարադիոյում հասկանալի է ընդհանուր նպատակ էր եւ այլն։ Մի խոսքով երիտասարդը պատրաստ չի դրան։ Նա պետք է պատրաստ լինի։ Ես արդեն տեսնում եմ։ Հա։ Օրինակ մի ժամանակ մեկին առաջարկեցի, մեկ է տեսա արդեն ինքը իրան ղեկավար ազգում եղբայր չի կարելի։ Մի քիչ պետք է տեղը պետք է լինի, որ բերան բաց լինես, տեղ պետք է լինի բերան փակ լինես, այսինքն դու պետք է ուրիշ ձևի լինես ու մտածես բոլորի մասին։ Դա շատ դժվար է, որովհետև կան եւ տաղանդավորներ եւ բանը անտաղանդին չես ասի դու անտաղանդ ես։ Տաղանդավորին չես կարող բան անես, ինքը իր գործը անում է։ Ընդհանրապես հավասարության նշանել չես կարող դնել։ Ամեն մեկը ունի իր տեղը։ Եվ պետք է շատ զգուշ լինել, որ դիմացինդ, որը քո նման է, ընդունես այնպես, ոնց որ քեզ կընդունեին։ Դրա համար նախագահ լինելը դա նաև փիլիսոփայություն է, դիպլոմատիա է։ Չգիտեմ ոնց ստացվեց, համենայն դեպս ես կարծում եմ, որ ինձանից հետո մոտակա ժամանակները ես արդեն չեմ ուզում լինեմ, կգա բանի մած։ Եթե չկա կհանեն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։